որպես ընկեր եւ որպես քաղաքական գործիչ եւ Նախ ամենառաջ որպես ընկեր իսկապես յուրահատուկ կերպար էր մեր ընկեր Վահանը իր հատուկ հյումորով իր ունեցած գիտելիքներու լայն բաշարով մեր ոսկեղենիկ հայերենի ամբողջական դիրաբերությամբ եւ իր սուր նկատումներով որքան էլ վիրավորական լինեին որքան էլ թիմացինին մի քիչ ներգացության մատնող ամեն մատ սակայն անդադանում որ անգերձ է եւ ոչ ոք չէր նեղանում իրանից Վահանը որպես քաղաքական գործիչ նաեւ գարգարում միտք էր պայծառ մտավորական եւ շատ ուրախ ենք որ ինքը կարողացավ քաներ կյանքի ընթացքին մի քանի գործեր թողնել որպես մնայուն ժառանգ իր այդ քրքերի ճամփով իր այդ ադասանած ջարերը որ վերջը վերածվեցին հadouk հadori եւ ավաղ որ շատ շուտ բաժնվեցավ մեզանից Իսկ քաղաքական պայքարում ինչն էր նրան ամենաշատը ոգևորում եւ պարոն Տեր-Խաչատուրյան որն էր այն կարմիր գիծը որ գաղափարական որ երբեք Վահան Հովհաննիսյանը չէր անցնում Բնականաբար որպես դաշնակցական ինքը շատ ամուր քաղաքական հասկացողություն ուներ եւ այդ ուղղությամբ իրեն համար շատ կարեւոր կարմիր գիծ էր մեր ազգային քաղաքապահության հիմքը եւ անոր մեջ չհրաժարելու անոր մեջ չշեղելու անհրաժեշտությունը եւ սա ընկերակցած է ընկեր Վահանի ամբողջ կյանքի ընթացքին քաղաքական կյանքի ընթացքին եւ adonamad նաեւ չէ վարանած նույնիսկ երբեմն գուսակցական որոշումներ կնատադելը երբ որ ինքը տեսնում էր թե անոր մեջ թեգուզ անուղագի շեղումներ կային եւ այդ ուղղությամբ գհիշեք որ ինքը սկզբունքային որոշում կայացրեց հակառակորդ շատ ընկերներ փորձեցին համոզելին որ հրաժարի փոխնախագահի պաշտոնից երբ որ այդ թեփքերը բադահեցին եւ ինքն ասաց որ ոչ ես իմ սկզբունքներից բացարձակապես չեմ հրաժարում որովհետեւ ինձ համար կան այնպիսի կարմիր գիծեր որոնք կարելի չէ հատել